Մոսկվայից վերադառնալուց ընդամենը մի քանի օր անց Թուրքիայի քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահեդին Դեմիրթաշը հայտնվել է թուրքական դատախազության ուշադրության կենտրոնում։ Պատճառը Դեմիրթաշի կիրակի օրը Դիարբեքիրում հնչեցրած ճառն էր, որում քրդական ամենաազդեցիկ քաղաքական այս ուժի ղեկավարը չբացառեց անկախ քրդական պետության ստեղծումն։ Այս մասին Դեմիրթաշը խոսեց քրդական կազմակերպությունների համաժողովի ընթացքում, որի օրակարգային միակ հարցը քրդաբնակ շրջաններում ծավալված զինված բախումներն էին։ Այս դիմադրությունն ի վերջո հաղթանակով կավարտվի եւ բոլորը ստիպված կլինեն հարգել ժողովրդի կամքը։ Պատմական այս շրջադարձի պահին մեր ժողովուրդն ինքն է որոշելու ապրելու է մեկ մարդու բռնապետական կառավարման ներքո, թե իրական ժողովրդավարության պայմաններում։ Թուրքիայի արևելքը եւս պետք է մասնակցի այդ որոշման կայացմանը։ Չի բացառվում, որ ապագայում քրդերն իրենց անկախ պետություն ունենան կամ ինքնավարությունը, կամ էլ դաշնային պետություն, հայտարարում էր Դեմիրթաշը։ Modeli eyalet olsun, modeli federasyon olsun. Այս հայտարարությունները հնչեցնելու հաջորդ օրն արդեն դրանցով սկսեցին զբաղվել Անկարայի եւ Դիարբեքիրի դատախազությունների աշխատակիցները։ Դեմիրթաշը կասկածվում է սահմանադրական մի շարք դրույթներ խախտելու, թուրքական հանրապետության ունիտար բնույթը կասկածի տակ դնելու մեջ, եւ քանի դեռ դատախազությունը փորձում է պարզել արդյոք քուրդ քաղաքական գործչի հայտարարություններն իրենց մեջ հանցակազմ էին պարունակում, Թուրքիայի նախագահը հանդես է գալիս կոշտ հայտարարություններով, պնդելով, որ Դեմիրթաշի ղեկավարած կուսակցությունն իր բնույթով թուրքական չէ։ Այսօր Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում Էրդողանը հայտարարում էր. Bu eş başkanın yaptığı açık ve net olarak bir provokasyondur, ihanettir. Կուսակցության ղեկավարի այս հայտարարությունը սադրանք էր եւ դավաճանություն։ Այդ մարդիկ հունիսի 7-ի ընտրություններից առաջ հայտարարում էին, թե մենք թուրքական կուսակցություն ենք։ Այժմ սակայն պարզվում է, որ նրանք այդքան էլ թուրքական չեն։ Ի վերջո, ինչպես է Դեմիրթաշը խոսում Թուրքիայի արևելքում առանձին պետական միավոր ստեղծելու մասին, երբ գոյություն ունի ունիտար կառուցվածք ունեցող երկիր, տարակուսում էր Էրդողանը։ Güneydoğu'da, doğuda bu bölgelerde bir devlet kurmaktan bahsediyorsun. Թուրքիայի նախագահն այսօր նաև անթաքույց սպառնալիքներ հնչեցրեց քրդամետ կուսակցության հասցեին, պնդելով, որ թուրք ժողովուրդն ու թուրքական օրենսդրությունը հստակ դաս կտան ժողովրդադեմոկրատական կուսակցությանը։ Հիշեցնեմ, որ երեկ այս նույն հայտարարությունների պատճառով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չեղյալ էր հայտարարել իր նախապես ծրագրված հանդիպումը քրդամետ կուսակցության ղեկավարների հետ։ Ցանկացած մարդ, ով ցանկանում է ներկայացված լինել թուրքական խորհրդարանում, նախ եւ առաջ պետք է լրջություն եւ անկեղծություն ցուցաբերի։ Երբ այդ լրջությունն ու անկեղծությունը չկան, մենք ստիպված ենք այդ մարդկանց պարզապես կարգի հրավիրել, հայտարարում էր Դավութօղլուն, ով պատրաստվում էր ընդդիմության ներկայացուցիչների հետ քննարկել առաջիկա սահմանադրական փոփոխությունների թեման։